երեք ավետարանում գրել է, Մատթեոսում գրել է, Մարկոսում գրել է, Ղուկասում գրել է, Հովանեսում է գրած, բայց ոնց է գրած, ասմանդեղ ծորենի հատը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ բերի, ճիշտ է, տենց է գրված, ուզում եք կարդամ այդ տեղը, այդ տեղը կարդամ Հովանե ավետարանում, ճշմարիտ կսեմ ձեզի, եթե ծորենի հատը հողի մեջ ինալով չմեռնի, ինքը մենակ կմնա, ապա եթե մեռնի, շատ արդյուն կբերի, այսինքն պտուղ կբերի։ Սա գրված է Հովանի 12 գլուխ 24 խոսք։ Փաստորեն Սեմնացանի առակ, այնտեղ մի քիչ խտացված է գրած, պետք է հոգով հասկանալ։ Տեսեք, այստեղ պարաթող, որ ոչ մի հատ փուշ չկա մեջը։ Եթե դու մեռնես, քո մեջ էլ փուշ չի մնա։ Քրիստոս կապրի քո մեջ եւ պտուղ կտա։ Քրիստոսի հետ խաչ լնես, խաչվես դու, Հիսուս ապրի քո մեջ եւ պտուղ կլնի, եւ կլնես պարաթող։ Հիմա 3 ավետարանի կարդում եմ, ուշով ուշադիր նայեք, ես շեշտելու եմ ամենակարևոր խնդիրները։ Այն ճամփի եզրը մեկ է քարքարոտ տեղ է, դա իմաստ չունի ուսումնասիրել, դա շուտ գայթակղում են գնում են։ Աշխարհում եմ ասում։ Ամենաշատ հավատացյալներ փշերի միջի հավատացյալներն են։ Ես ոչ թե ուղղակի փորձության համար եմ ասում, ես համոզված եմ, ստեղ նստածների մեծ տոկոսը փշերի մեջ են։ Մեծ տոկոսը, քչերն են, որ փշերի մեջ չեն։ Մեծ տոկոսը փշերի մեջ են։ Սա իրանց պահված ձևից եմ ասում, իրանց քայլվածքից եմ ասում, շատ բաներից նկատում եմ սա։ Եվ տեսնում եմ փշեր ավելի շատ դեր են խաղում, քան թե պարաթողը։ Հիմա տեսեք, ուշադիր, կարդում եմ 5 տեսակ փշեր, ես կարդում եմ, Մատթեոսի 13 գլուխ 22, փշերի մեջ ցանված այն է, երբ կլսե խոսքը, աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն, խոսքը կխեղդի կլան պտուղ։ Աշխարհի զբաղմունք, քանի մարդ կարող են ասել, որ աշխարհի զբաղմունքից ազատ են։ Ոչ մի հատ աշխարհը իրանց չի զբաղեցնում։ Քանի մարդ կա այստեղ։ Աշխարհի զբաղմունք պետք չի գնալ ֆուտբոլ խաղալ, կարտ խաղալ, փող խաղալ, նոր լինի աշխարհի զբաղմունք։ Կարող է հավատքը սարքի քեզի զբաղմունք։ Հավատքը։ Դու զբաղվես հավատքով, բայց հավատացյալ չլնես։ Հավատքը, քո հավատքը սարքի զբաղմունք։ Դու զբաղվես դրանով։ Զբաղվում ես, բայց քո կյանքը չի հավատքը։ Նայեք, ուրեմն երկու փշեր, աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն։ Հիմա շատ լսեք աղեք հողը։ Աղեք հողի մեջ ցանված այն է, երբ կլսե խոսքը միտ կառնի, եւ պտուղ կտա 30, 60, 100։ Կարդում ենք Մարկոսի ավետարան, ուշադիր լսեք, եւ տեսեք տարբերությունները, մի բան ավելանում այնտեղ այս խնդրի վերաբերյալ, եւ մենք ուշադիր ենք նայում, եւ փշերի մեջ ցանվածները ասոնք էր, որ կլսեն խոսքը, Մարկոս 4-րդ գլուխ 18-ից եմ կարդում, աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություններ, ուրիշ բաների ցանկություններ մեջ մտնելով կխեղդեն կլան պտուղ։ Ավելացավ աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն եւ ուրիշ բանի ցանկություններ։ Աղեք հողի մեջ ցանված է 20 խոսքն եմ կարդում, ցանվածանը, որ երբ խոսքը կլսի, կընդունի,
պտուղ կուտա 30, 60, 100։ Ղուկասի ավետարանն են կարդում ուշադիր 8-րդ գլուխ Ղուկասի ավետարան 14-15 խոսքերը։ Այնտեղ Մարկոս 4-18-ից 20 խոսքներ, 18-ից 20 խոսքներ, Մարկոս, սա 8-րդ գլուխ 14-ից 15 խոսքեր են։ Փշերի մեջ ինկած անոնք են, որ գլսե խոսքը, բայց հոգսերով, հարստությունով եւ այս կյանքի ցանկություններով մեջ մտնելով կխեղդեն եւ կլան պտուղ։ Ուրեմն ավելացավ աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն, ուրիշ բաների ցանկություններ, հոգսեր եւ այս կյանքի ցանկությունները խեղդում են լինում անպտուղ։ 5-ն է, նորից եմ շեշտում, գրեք էսի, առաջին աշխարհի զբաղմունք, գրեք, սա պետք է ձեզ գրել։ Առաջին փշերը սրանք են աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն, ուրիշ բաների ցանկություններ, հոգսեր եւ այս կյանքի ցանկություններ։ Հասնում եք գրել, նորից կրկնեմ, աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն, ուրիշ բանի ցանկություններ, երրորդն էր սա, 4-րդը հոգսեր, 5-ը այս կյանքի ցանկություններ։ Հիմի որևէ մեկ ասես կյանքի ցանկությունները լրիվ ազատ եմ, ես սխալ եմ ասում։ Հա? Աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն, ուրիշ բանի ցանկություններ, այս ուրիշ բանի ցանկությունը ամեն մարդ կարող է չունենա։ Օրինակ մեկ ուզում է դառնա պրեզիդենտ։ Խո ամեն մարդ չի ցանկանում պրեզիդենտ լինի։ Կամ ուզում է աշխարհարչակ աստղ լինի, ինչ որ տեսանկյունից։ Խո ամեն մարդ այդ ցանկություն չունի։ Կամ ուզում է գող լինի, հանցագործ գող։ Դա խո ամեն մարդի խելքի բան չի։ Դա ուրիշ բանի ցանկություններ են դրանք։ Կամ մեկը խելքին փչել ասում է ես ուզում եմ աշխարհարչակ քարոզիչ լինեմ։ Դա ամեն մարդ այդ ցանկություն չունենա։ Իհարկե այդ բոլոր ցանկացողները ոմանք հասնում են, ոմանք չեն հասնում։ Նորից եմ կրկնում, աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն, ուրիշ բաների ցանկություններ, այս կյանքի ցանկություններ, հոգսերը մոռաց ասեի, հոգսեր, այս կյանքի ցանկությունները խեղդելով 5-ն են։ 5-ն էլ բարի հողին է, նայեք ասեմ։ Իք աղեք հողի մեջ ցանվածանեք լսե բարի հոժար սրտով լսելով խոսքը կընթնի համբերության պտուղ կտա։ Առաջին միտք առնել, գրեք։ Միտք առնել, երկրորդը ընդունել, երրորդը բարի, չորրորդը հոժար սրտով։ Բարի հոժար սրտով։ Բարին ուրիշ բան է, հոժար սիրտ ուրիշ բան է։ Բարի հոժար սրտով։ Դրանք կարևոր մտքեր են։ Եվ 5-րդ համբերության պտուղ կտան։ Պողոս առաքյալին ման մարդը ամեն օր պատերազմում էր, որ հանգարց մի հատ փուշ չաճի իր մեջ։ Մարմինը ճնշում նվաճում էր, գրվածասուրբ գրքում գիտեք տեղի կարա գտնեք, եթե ուզում եք գտնեք, ես չեմ ուզում ասեմ, մանեք եք գտեք։ Ամեն օր մարմինը կենթանի զոհերանում, որ մի հատ փուշ չաճի, ամեն օր անձուրանում էր, խաչը վերցնում էր, որ փուշ չաճի, ամեն ատեն Քրիստոսի մահը կրում էր, այդ մասին մենք խոսենք, Հիսուսի մահը 5 կարևոր փաստեր ապարունակում իր մեջ, այդ հարցը կա Տոմսերի մեջ,
խաչին վերաբերվող 5 կետեր։ Ուրեմն Աստծո խոսքը եթե մենք Պողոսի նման ամեն ատեն Քրիստոսի մահը կրում էր, որ մի հատ փշի կտոր չլինի իր կյանքի մեջ։ Այսինքն ես ուզում եմ բոլորիդ պատերազմի դաշտ հրավիրել, այսուհետ է պայքարել ձեր ներսի փշերի դեմ։ Հավատացյալ նա է, որ պայքարում է ներսի փշերի դեմ։ Ուրիշի փշերին խոսալու ոգի չկա։ Ուրիշի փշերի դեմ պայքարել ոգու չկա։ Դի պայքարես քո փշի դեմ։ Քո ներսի փշերի դեմ պայքարես, որ դառնաս պարաթող։ Պայքարելու միջոցը շատ լուրջ է։ Աստվածաշնչում ինչքան մարդ եք ուզում օրինակ բերեմ, որ փշերը ոնց են խեղդել։ Գեզի փշերն են խեղդեց, որ բորոտավ։ Կայինին ընենց, որ պատմելու բան չի, չէ, ինչ առավ իր հետ։ Անան Սափիրային, տեսեք փշերը ոնց խեղդեց։ Կորխին Աբիրոնին, Դաթանին, ընենց խեղդեց, որ մի անգամ զիջան դժողք։ Մի մտածի, մենք նրանցից լավ մարդ ենք, մեզ փշերը խեղդել չեն կարա։ Այսօր ամբողջ քրիստոնեության նպատակն է, ես ասում եմ, աշխարհի մասշտաբով եմ ասում, ես սա չեմ սխալվում։ Մեծամասնությունը քրիստոնեական աշխարհի փշերի մեջ են ապրում։ Մեծամասնությունը, սա տարբեր կանալներով կարելի է համոզվել եւ հաստատվել։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում։ 30 պտուղ, ինչ անշակում 30, ինչ անշակում 60, ինչ անշակում 100։ 30-ը ուղիղ սրտով Աստծուն պաշտելն է։ 30-ը ուղիղ սրտով Աստծուն պաշտելն է։ 60-ը ամբողջ սրտով, 30-ը ուղիղ սրտով Աստծուն պաշտելն է։ 60-ը ամբողջ սրտով, 100-ը կատարյալ սրտով, ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ, ամբողջ մտքով քեթեր Աստծուն սիրես։ Սա 100-ն է։ Պողոսը որ 100 պտուղ տվեց, իր մարմինը ճնշեց, Քրիստոսի մահը կրեց, իր մարմինը կենդանի զոհարեց, որ հետ չեթա, իր շահը վնաս սեպեց, ամեն բանից զրկվեցավ, ամեն բան աղտեղություն համարեց, որ Քրիստոս շահի։ Մարդիկ կարան աշխարհով զբաղվեն եւ մտածեն, որ նրանք լավ պատղատու հավատացյալ են։ Աշխարհի զբաղմունքի մեջ աշխարհը քեզ կարա զբաղեցնի։ Եթե աշխարհը քեզ կարող է զբաղեցնի, դու արդեն փշերի մեջ մարդ ես։ Քեզ աշխարհը չպիտի կարան զբաղեցնի։ Աշխարհը քո համար մեռած լինի։ Պողոս Արաքյալի խոսքի համաձայն։ Քրիստոսի խաչով են բարձանում, աշխարհը ինձ համար խաչված է, ես էլ աշխարհին տեսնում եք, մի հատ փուշ կա տեղ։ Եթե աշխարհը քո համար խաչված չի, աշխարհը քեզ կարա զբաղեցնի։ Ճիշտ եմ ասում, թե սխալ եմ ասում։ Եթե աշխարհը կարող է քեզ զբաղեցնի, խաչը չի բացված քեզ։ Քրիստոսի խաչով աշխարհը խաչված է քեզ, համար դու էլ աշխարհի համար։ Փառավորվի նրա խաչելությունը։ Նրա խաչով ենք աշխարհի զբաղմունքից ազատվում։ Աշխարհը պետք է մեռնի քո համար, դու մեռած ես մեղքի համար, որ դառնաս պարաթող։ Աշխարհը չպետք է զբաղեցնի քեզ։ Նորից եմ ասում, կարողա սատանան կարողանա հաջողացնել քեզ,
Հավատքը սարքել զբաղմունք։ Եվ չեմ կասկածում, շատ մարդկանց համար հավատքը կարող է զբաղմունք լինի։ Գնանք, աղոթենք, գանք, գիրք կարդանք, զբաղմունք է, իր համար զբաղմունք է։ Կյանք չի։ Եթե իր համար կյանք չի, Քրիստոս իր կյանքը չի, իր համար ապրելը Քրիստոս չի։ Աշխարհը կզբաղեցնի այդ մարդին։ Եթե քո հաճությունը Աստծո օրենքի մեջ չի, դու մի չես առել։ Բարի, ինչա գրած բարի։ Աստված բարի է, իր խոսքը բարի է։ Դու ամբողջ բարության պետք է հետևես։ Բարությունը քո փապակը պետք է լինի։ Եվ հոշար սրտով դիտրվես Աստծո խոսքին, որ նա քո ներսը սարքի բարատ հող։ Այսօր ցավոք շատ քրիստոնյաներ այս 5 կետերից մեկի մեջ գոնե տառապում են։ Ինչքան քրիստոնյաներ եմ հանդիպել։ Ասեմ 100, դու ասա 1000, ես ասեմ 1000, դու ասա 10000։ Շատ հոգիներ եմ տեսել, երկու եղբայր գործ են բռնել իրար հետ, վերջում իրար հետ թրու թվանք են եղել, իրար սպանում են փողի մար։ Հարստությունը դեր խաղաց, թե չխաղաց։ Հարստությունը սպանեց այդ մարդկանց, թե չէ։ Եվ երկուսն էլ հավատքից հեռացան։ Մեկն էլ դառավ Եհովական դառավ, ես միշտ դառավ։ Հարստությունը ամեն չարիքի արմատն է։ Մարդ կարող ասի, ես հարստություն չեմ սիրում։ Հարստություն չես սիրում։ Ինչ ես մի քանի տասնյակ հազարների հեռախոս պայվում։ Ինչ ես պայվում։ Եթե քեզ զանգելա պետք, մի երկու բաներա պետք, եթե կարաս 15,000-ով էլ վերցնես, 7,000-ով էլ վերցնես։ Ինչ ես 100,000, 200,000-ով հեռախոս պայվում։ Խես 500,000, խես iPhone առնում։ Ես կարամ iPhone առնեմ, բայց չեմ առնում։ Ունեմ հնարավորություն առնելու։ Իմ աղբոր երեխեքին, որ ասեմ մի հատ ինձ iPhone առեք, տեղն ու տեղ կառնեն։ Բայց ինձ պետք չի։ Հարստությունն էս բանա, որ մարդը կամ հարստության ծառան է, կամ հարստությունը իր ծառան։ Սուրբ Գիրքը կարդամ, լսեք ուշադիր։ Ուշադիր լսեք։ Շատ հետաքրքիր բաներ են բացատրելու։ Նայեք, ինչ են բացատրելու։ Քանզի ձեր գանձերը ուրվոր են սրտներ տալ հոմ պիտի լա։ 21 խոսք Մատթեոսի 6-րդ գլուխ։ Քանզի ձեր գանձերը ուրվոր են սրտներ տալ հոմ պիտի լա։ Եթե քո գանձը երկրի վրա է, քո սիրտն էլ այնտեղ ինչ կա չհասկանալու։ Կա հոգևոր գանձ, կա մարմնավոր գանձ։ Քո գանձերը որտեղ են։ Երկրի վրա են։ Օրինակ մարդ կա, իր գանձերը տեսեք որտեղ են։ Սպասի ավատացյալներ կան երկրի վրա, ապրել են եւ գրել են այդ Սուրբ Գիրքը, որ ես ու դու կարդանք, կամ ցանկանանք տենցել են, կամ չուզենանք տենցելնել։ Տեսեք ինչպիսի բաներ են գրում Սուրբ Գիրքը։ Վանզի իմ կապանքներից մեջ ինձի չարչարակից եղաք, ձեր ստացվածքի կողոպտիլը ուրախությամբ ընդունեցիք, գիտնալով, որ լավագույն մնայուն ստացվակ ունեք ձեզի երկինքը։ Եբրայեցիս 10:34-ում ասում է իմ չարչարանքներից մեջ ուրախակից եղա ես, որ ձեր ունեցվածքի կողոպտիլը ուրախությամբ ընդունեցիք, գիտնալով, որ լավագույն մնայուն ստացված ունեք ձեզի երկինքը։ Հարց եմ տալիս, իմ հավիտենական տունը երկրի վրա թե երկնքում։ Բա քոնը որտեղ է։ Էլի երկնքում։ Բա որ քո հավիտենական տուն երկնքում է, խի շատ փող չես գրգում այնտեղ։ Եթե քո հավիտենական տուն տեղը, եթե քո հավիտենական տունը ստեղ դիզա, բայց որ այնտեղ է, խի շատ չես փող գրգում երկինք։ Ես Աստծուց սովորած եմ ասում,
իմ ապրած կյանքը մինչև այսօր։ Այս 10-րդ հասկացողություն ծնվավ ամերիկացիներից, եվրոպացիներից, վերջը պարսկաստանց եկած մարդկանց միջոցով ծնվավ։ Իսկ ես սա պատմեմ 77 թվի պատմություն, որ ոչ մի պարսկաստանցի, ոչ մի եվրոպացի չկար ստեղ, ոչ էլ ամերիկացի կար, քարոզիչ։ 77 թիվը դա Ռուսաստանի սոդագամության ժամանակաշրջան, այդ ժամանակ ով կարար եթար Ամերիկա, ով կարար եթար Եվրոպա, սխալ եմ ասում։ 77 թվականին բանակ եմ գնացել, 3 մանետ 70 կոպեկ փող էին տալիս մեզ որպես սալդատ։ 3 մանետը հավաքում էի տնմի չամադանից թերթի տակ, 80 կոպեկը ծախսում էի։ Հետաքրքիր է, այս միտքը ինձ ով էր սովորացրել։ Եթե 10-րդ տնեի, 38 կոպեկը տնեի։ 3 մանետը ուր, 80 կոպեկ ուր, 10-րդ հասկացողություն չկա։ Ես որտեղից է վեգալի, որտեղից էր մտել ես իմ սրտի մեջ։ Բարնաբասը ասում է, ակարակ ունեց, ծախեց, բերեց դրեց առաքյալների ոտը։ Գրված է, թե գրված չի։ Գրված է, որ եթե ձեր արդարությունը դպիրների փարիսեցի արդարությունից ավել չլինի, դու երկնքի արքայություն չեք մտնի։ Գրված է, գրված է։ Ուրեմն եթե իմ տված գանձանակը պետք է 10-րդ լինի, իմ արդարությունը փարիսեցական արդարություն է։ Ես պետք է ավել անեմ, որ փարիսեցինի արդարությունից ավել լինեմ, որպեսզի երկինք եթամ։ Այդ ինձի բացել է Սուրբ Հոգին։ Դրա համար եկավ ժամանակ, ես էլ մի հատ տուն ունեի, սարքեցի, տվեցի եկեղեցուն Բարնաբասի նման։ Ես հավատում եմ։ Ես մի օր մի քանի կոպեկ փող էր պետք, ասի հանեմ 3 մանետեր մանրեմ, ծերս տարա, որ այդ թերթի տակից փողը վերցնեմ, Սուրբ Հոգին Բերնովս ասեց, երկինքից էլ ես գողություն անում։ Ես ծնգեկալ ողբալով լացեցի։ Այդ նույն կիրակին ես Ստարշի Պիլարամչիկ էի, զարգեց, շարեց ռոտին, ասեց, պարգևադրում ենք Ստարշի ավակ Պիլարամչիկին, 20 ռուբլի մնացածին 15, շարքի մեջ ուրախությամբ ասեցի, 15-ը քեզ 5 ընձի։ Այդպես ապրել եմ, երբ որ բանտ եմ եղել, աշխատել եմ այն ժամանակ, երբ որ վիսիլկա անեցին 500 ռուբլի փող է աշխատում։ Ցեխ էինք սվաղանում, քաշում էինք 20-30 մետր բարձրության վրա, մեջ տանջանք էր։ 500 ռուբլի փող էին տալիս։ 36 ռուբլին ծախսում էին մար, մնացածը կալանավոր եղբայրներ կան, նրանց ընտանիք եւ եկեղեցին են ուղարկել։ 500 ռուբլու 10-րդը ինչքան է։ Իսկ ես 36 ռուբլի ծախսում էի, 10-րդից քիչը ծախսում էի, շատ ուղարկում էի այդ մասին։ Եվ հիմա այդպես եմ ապրում մինչև այսօր։ Ես գիտեմ իմ հավիտենական տունը երկինքն է, ես 100% գիտեմ։ Ես որ երիտասարդ եմ, իմ հեր ասում էր, տեսեք, կենթանի օրինակ պատմեմ, հորս հետ էլ գլխին օին եմ խաղացել։ Ասես տղա ջան, գնում ես Երևան, քեզ փող տանք, մի սպեր, որ բաղը թաղենք, աղաքին փող տվին, տարա աղքատներին, խեղճերին բաժնեցի, ուրախ եկատում, հերս ասեց, միս բերել ես, պապ, երկինքում կստանաս միս, ասեց խելար այս տղեր, ընձի որ փող են տալի կոշիկ առնելու, ընձի փող են տալում կոշիկ առնելու ժամանակ աղաքին թանկ կոշիկներ, ասին դու ամասան ես սորում, աղաքին թանկը, այդ մի սպորտիվնի խանութից, ընձի 50 ռուբլի փող են տալի, որ կոշիկ առնեմ, այդ մի 7 մանետանոց սպորտիվնի կոշիկներ անում, որ պին դլներ երկար եթար, 7 մանետ, մնացածը տիրոջ գործին, ես ապրում եմ այդ միջև, որտև իմ հավիտենական տունը երկինքն է, ստեղ չունեմ, տուն չունեմ ստեղ, ինչ որ ունեմ, տիրոջն է։ Ես խնդրում եմ բոլորիդ, եթե դու ուզում ես երկինք գնաս, քո գանձի տեղը փոխի, որ սիրտը տեղ լինի,
Սիրտը տնտեղ կլնի։ Ումնա պետք քո հավատքը։ Քո գանձը երկրի վրա է։ Ինչքան ուզում ես աղոթի, քո սիրտն էլ ընդեղ է։ Մնալու ես երկրի վրա։ Այդ հորս դժոխք, որտեղ քո սիրտ գանձն է, Հիսուսն ասել։ Աշխարհում շատ մարդիկ կան ողորմություն են անում, բայց իրանց սիրտը երկինք չի գնում։ Միայն Հիսուսին հավատացողն է գնում, որտեղ քո գանձերն է, իմ գանձը Քրիստոսն է, իմ հավիտենական տունը երկինք Քրիստոսն է, եւ ես աշխատում եմ ինչքան գանձ շատ դիզեմ երկնքում, սիրտս ընդեղ կլինի։ Ճշմարտություն եմ ասում, թե ստություն եմ ասում, հարց եմ տալիս ձեզ։ Այս ինձի չի սովորեցի ամերիկացին, եվրոպացին, ինձի սովորեցել է Սուրբ Հոգին։ Դրա համար մի ժողովարան սարքեցի Զևայում, այդ տուն էր, աղբորս տուն էր, երբ որ ես հորս տնից դուրս եկա վերջում, այդ տունը տվեցին ինձ, ասեցի ինչ անեմ։ Տամ եկեղեցուն, եւ տվեցի եկեղեցուն։ Սրտանց տվեցի, բայց ապրեցի կամաց տուն ունեցա մեկի տեղ երկու հատ։ Աստված չմոռացավ այդ տունը, որ տվել եմ իրան։ $4,500 նույն գյուղում սեփականաշնորհն հետ ես ինչքան էլ մատերիալ մեջ է $4,500 ես առել այդ տունը։ Աստված չմոռացավ։ Դուր կտրվի լեփլեցում։ Ես հաճախակի ասում եմ, անցած պատոգին էլ եմ ասել, ասեմ գալիս եք լագեր, նայեք ուշադի, ես նորից եմ ասում, իմ քրտինք, որ ընկնում է իմ ձեռս, ինչ որ ստեղծում եմ, աշխատում եմ, ահագին մաս ուղարկեմ երկինք, եթե մեկին հետաքրում է, կարող հետաքրվել, Երևանում էլ եմ տալում գանձանակ, հոկտեմբերանում եմ տալում, Զևայում էլ եմ տալում, Ջանֆիդայել եմ տալիս, Աստված կարող եք հետևել, սուգել, տեսնեք, ես սուտ չեմ խոսում, ես Տիրոջ առաջն եմ խոսում, ես ուզում եմ երկինք գնացողի, գանձը երկինքում ալնում շատը, այդպես է թե չէ, դրա համար փշերի դեմ պայքարեք, փշերս շատ մարդկանց է սպանել, Սողոմոնի մարդին փուշը ինչ դարձրեց, Փշերը նրան հասրեց հողին հավասար։ Պայքարեք ձեր սրտի փշերի դեմ։ Հոգս մի արեք, ամենամեծ հոգս արողը ձեզ համար Հիսուսն է։ Հիսուսը գիշեր ցերեկ դու քնում ես նա հոգս անում քո համար։ Քո երեխու համար։ Դու ստեղ հանգիստ նստած ես, բայց քո երեխեքի համար, քո հարազատության համար հոգս անում Հիսուսը։ Ինչքան հիվանդների համար աղոթել ենք ստեղից, լսել ենք փառքասու բժշկվելա, փառքասու ազատվելա։ Արողը հոգսը Տերն է, մեր աղոթները չի, Տերն է, փառավորվի նրա անունը։ Դրա համար մեր համար ոչ մի հոգս չպետք լինի, մեր ներսը պետք լինի, մեր ցանկությունը, ով ունեմ ես երկնքում, երկրի վրա քեզնից բացի ուրիշը չեմ ուզում։ Թեև սիրտս, մարմինս մաշվի, բայց Աստված իմ սրտի զորություն ու բաժինը հավիտյան։ Ես ասեմ ձեզ կարևոր միտք, պարատ հող դառնալը ավելի դժվար է, քան 30-ից 60 անցնելը։ Եթե 30 պտուղ ես տվել, փափագի ամբողջ սրտով Աստծուն պաշտել, դառնաս 60։ Եթե 60 ես պաշտել, կատարյալ սրտով Աստծուն պաշտիր, նվիրվիր, եւ ետ մի դարիր, երկինք կգնաս, 30-ը 60 չի, 60-ը 100 չի, 100-ն է, որ երկինք է տանում։ Աստված ուզում է, որ մենք գնանք այդ ճանապարհով, նվիրվենք Հիսուսին, պարաթող լինենք, մեր սիրտ ու մարմինը թող մաշվի, բայց իմ սրտի զորությունը Աստված լինի։ Ձեզ թվում է, թե այդ բաները հասկանալը հեշտ է։ Ես մի մարդի անուն ասեմ, որ զարմանալի բան է գրած գրքում, այդ մարդը 3 միլիոն ժողովրդի քանապետ էր, 3 միլիոն, բայց
ինքը այդ հարցը չէր հասկանում։ Նայեք, Սուրբ գրքի մեջ գրված է։ Տերը սավ Ահարոնին, Ահարոնը 3 միլիոն ժողովրդի քանապետն է եղել։ Տերը սավ Ահարոնին, անոնց երկրի մեջ դու ժառանգություն չունենաս, անոնց մեջ բաժին չունենաս, Իսրայելի որդների մեջ քո բաժինը, ժառանգությունը ես եմ։ Եթե հասկանար այս մարդը, այս հարցը կտար Հիսուս իրան, Աստված կտար իրան, մարդը կարող է քանապետ լինի, բայց դեռ չհասկանա, որ այս երկրի վրա իր բաժինը եւ ժառանգությունը միայն Աստված է։ Ովքեր այսպես հավատան, այսպես ընդունեն, նրանք պարաթող են լինելու։ Թվոց 18:20 խոսք։ 18:20 խոսք։ Սուրբ գրքում մի բան, քանի համարներ ուզում եմ կարդամ։ Շատ երիտասարդներ հրապուրվում են արտաքին հարստությամբ, շատ երիտասարդներ մտածում են, որ լավ տուն ունենան, լավ մեքենա ունենան, շքեղ հագնեն եւ այլն, իրանց հոգեոր կյանքը կբարձրանա։ Բայց նրանք այս համարը չեն իմանում։ Վանզի մարդու ստացվածքից ավելնալուց կախված չէ իր կյանքը։ Ուզում ես աշխարհի ամենահարուստ մարդը լինի, քո հոգեոր կյանքը դրա հետ կապված չի։ Հակառակը կասեմ քեզ։ Հակառակը։ Սա գրված է Ղուկաս 12:14-ը։ Հակառակը կարդամ լսի։ Սրան խիստ հակառակ բան եմ կարդում։ Խիստ հակառակ։ Եղբայրներ, ձեզ ցանուցանեմ Աստծո շնորհքը, որ տրված է Մագեդոնացած եկեղեցուն տրված է։ Աստծո շնորհքը Մագեդոնաց եկեղեցուն տրված է, որ նեղության մեծ փորձի մեջ իրանց ուրախությունը առավելություն երևցավ եւ իրենց ծանր աղքատության մեջ ավելի մեծ առատաձեռնություն եղավ։ Տեսնում եք ինչա գրած։ Աստծո շնորհքը ոչ թե ունեն հարուստները, ծանր աղքատ մարդիկ շնորհքով լցված են։ Աստծո շնորհքով։ Գիտեք ինչ նշանակում ծանր աղքատ։ Ծանր աղքատ, որ տուն չունի, հագուստ չունի, ուտելիք չունի, ոչ մի բան չունի։ Բա որ ծանր աղքատ էին, ո՞նց էին առատաձեռն։ Այդ ժողովրդին պահում էր եկեղեցին։ Եկեղեցին էր խնայում այդ ժողովրդին։ Եվ նրանք ինչպեսի հավատն են, դա ինձ միտք կա տրվել, դրա համար ասում եմ։ Այդ եկեղեցին պահում էր, բայց այդ ժողովուրդը տեսեք ինչպեսի հավատք ունեին։ Խնդրում էին, աղաչում էին առաքյալներին, տեսեք գրած է, կարդամ լսեք։ Վանզի ես կվկայեմ, որ իրենց կարողություն չափով, կարողությունից ավելի հոժարակամ լալով, շատ աղաչանքով կաղաչեին, որ սուրբերին դուրքեր մասնակից լինել եւ այլն։ Եվ ասում եմ ոչ թե միայն իրանց ունեցածը կտային, այլ անձերն էլ կտային ասում եմ։ Այսինքն ինչ է նշանակում։ Նշանակում էր այդ մարդիկ, որ իրանց օգնում էին, իրանք հավատում էին, որ փրկված են, երկին կեթան, ասում են սոված մեռնեն, երկին կեթան, տանք առաքյալներին գնան, անման հոգիներին փրկեն։ Այսպիսի ուրախությամբ ապրող մարդիկ են եղել, ծանր աղքատ, նեղության մեջ ուրախ եւ առատաձեռ, ծանր աղքատ, այս ծանր աղքատ, այս շնորհքով լցված մարդիկ էին, շնորհքով լցված մարդիկ էին, Սուրբ Հոգով լցված մարդիկ էին, բայց եղել է հոգիներից եկել են ճամբար, այս ճամբարին մտելա սենյակ, տեսելա վիշիլք ու տեղ չկա, շորերը, իր իմպերտի շորերը կախի, թող է գնացել է, այսինքն իրան շիկարնի տեղ չկա, կախիր, կարավատի կլխին, մի հատ մեկ խփիր կախիր, եթե քո նպատակը Քրիստոսն է, հիշում եք տարիներ առաջ
Մենք ճաշարում ենք անում, չէ՞ պաշտամ, հիշում եք։ Քանի անգամ ենք այդ աթոռները սեղաներ հավաք, 3-4 անգամ հավաքում տնում ենք, չէ՞։ Մինչև էսի սարքեցինք, ճիշտ է։ Սխալ եմ ասում։ Ուրախ գալիս էիք, քնում էիք, ձեզի չէր հետաքրքրում։ Ոչ ռեմոնտ կար, ոչ մաքրություն կար, ոչ բան չկար։ Մինակ գլուխ տնելու հազիվ տեղ կար։ Նույնիսկ մի կարավտը մի քանի օքին քնում։ Ուրախ զվարթ փառավորում էին Տիրոջ։ Սխալ եմ ասում, հիմի գալիս են ջահելներ։ Ույուտ չկա։ Պետք է այս ճամբարը։ Բայց ինչքան ույուտ ենք սարքել, կարողացել ենք սարքել։ Ուզում ասացնեմ, շատ բաներ փոխվել է, չէ՞։ Թե չի փոխվել, սխալ եմ ասում։ 800 կառավատ առանք մարտիրոսով։ 800 կառավատ առանք մարտիրոսով։ Եվ տեղավորեցինք ժողովրդին, որ կարողանան մարդիկ նորմալ կառավատի վրա քնեն, հանգիստ քնեն, որ կարողան հանգիստ էլ մասնակցեն պաշտամունքներին։ Բայց մարդը եկել է տեսել է իր կոստյումին կախելու տեղ չկա, թողը գնացել է։ Ավելի լավ է գնացել է, քան թե մնացել է։ Մնար պետք է օգուտ չտար։ Պետք է ամեն օր կռիվ անել, շորի մար, կախելու մար, բանի մար։ Ավելի լավ է խեղճ մարդը գնացել է։ Աստված իր հետ։ Հոգևոր մարդը, ծանր աղքատ մարդը, Հիսուս գտած մարդը, ինչ տեղել տնես։ Հիշում եմ մի անգամ էլ ճամբար չէին կարել։ Մի հատ մեծ քուրիկ եկել է, շատ ընտիր ճամպրուկով, բանով։ Ինձ հարմար տեղ չտվեցին Պավել եղբայր։ Ասում եմ քուրի ջան, հարմար տեղը շենքում տեղ կա։ Ուղարկեցինք շենքը, Մուրադը տարավ տեղավորեց շենքը։ Մեկ չետո տենա մեկ ավելի, հետ եկավ։ Ես այդտեղ չեմ մնա։ Ինձ հարմար չի։ Ասեմ մյուսները դոմիկ են, շատ վատ վիճակ է։ Այնտեղ вообще չես մնա։ Ես չեմ անում, ինձի տեղ արա։ Ասի արի տանեմ իմ տեղը քնի։ Ես կեթամ ճաշարանք քնեմ, ինչ անեմ։ Մի կերպ համոզեցի, եկավ էլի չեկավ։ Վերջը չգիտեմ, հետ գնաց վայթե։ Ուզում եմ ասած լինեմ, մենք եթե հավատացյալ ենք, Հիսուսին սիրող ենք, ամեն ինչին դի հարմարվենք։ Սխալ եմ ասում։ Մենք չենք եկել այստեղ սանատորիա, մենք չենք եկել այստեղ եսի միշտ ծևի մարմնավոր հանգստություն ստանալու, մենք եկել ենք մեր հոգիների երկնային կերակուր ուտելու։ Այդպես չի սիրելներ։ Մենք եկել ենք Աստծու հետ ապրելու, մենք եկել ենք Աստծուն վայելելու, Աստծուն ունենալու, Հիսուսի հետ հանդիպելու, Հիսուսը դառնա մեր կյանք։ Պայքարեք ձեր փշերի դեմ։ Ուրիշի փշերի հետ գործ չունեք։ Ես նորից եմ ասում։ Ամեն օր լացով աղոթում եմ, ինձ համար պատիվ է դա, մեծ պատիվ է, լացում եմ, ասում եմ, Տեր, աղաչում եմ, հոգուս աչքերն ես լուսավորի, որ անձս արհամարեմ, հողի մոխրերա զղջամ, որ մի հատ փուշ չաճի իմ մեջ։ Տեր, իմ ամբարտավանությունը, իմ հպարտությունը, ցածրացում, միայն այդ օրը դու ես բարձրանում։ Ես այդ աղոթքը արդյունքով անում եմ հաճախակի։ Ես չեմ ամաչում, քանի տարվա հավատացյալ եմ, ինձ պետք է փշեր չաճեն իմ մեջ։ Մարդը այնպիսի փշեր կա մարդի մեջ, որ սարսափելի է։ Եվ ես ուզում եմ ասել, եթե մեկ ուզում է փշերից ազատվի, մի ել կա, սուրբսից ստանաս, սուրբ սրտի մեջ փուշ չկա։ Աստծո խոսքում գրված այդ մասին։ Եվ Աստված ուզում է մեզ փշերից ազատի սիրելներ։ Մարկոսի ավետարանում գրված է մարդ ինչպիսի սիրտ ունի։ Մարկոսի 7-րդ գլխում նայեք սիրելներ։ Վանզի ներսեն, մարդոց սրտներ կելեն, չար խորհուրդներ, սպանություն, գողություն, վերջը ամեն վատ բաներ, մի հատ լավ բան չկա գրած, 7-21 և 22-ը, մարդի սրտից ես վատ բաներ են դուրս գալին, լիք փշեր են, այս փշերից ազատվելու համար, ձևը ցույց տամ, ինչպես են ազատվում,
Եզեկելի մարգարության մեջ Եզեկելի այսօր էլ կարդացել ենք այդ հետ մասին 36 գլուխ 25 խոսքը 36-25 ձեր վրա մաքուր ջուր ծիսեք, սա Աստծո խոսքն է։ Ու պիտի մաքրվիք ձեր բոլոր պղծուներից, ձեր բոլոր կուրքերից դիմակրեմ եւ ձեզ նոր սիրտ տամ, ձեր ներսիդին նոր հոգի դնեմ։ Աստված իրոք մարդի սրսկումը ասատեր ոնց ուզում ես քո խոսքը սրսկիր, ինչպես ուզում ես արա, բոլոր կուրքերից, բոլոր պղծուներից, մաքրիր ինձ, սուրբ սիրտ տիրի մեջ, քո խոսքի զորությամբ, սուրբ սիրտ տիրի մեջ, որ սուրբ սրտով քեզ սիրեմ պաշտեմ, մի հատ փուշ չլի մեջ, ալելույա Տիրոջ, փառք Տիրոջ սիրելներ, այսօր ուզում եմ բացատրել ձեզ, եթե կարողանաք Աստծո շնորհքով, Սուրբ Հոգու զորությամբ, Աստծո խոսքի ուժով ձեր փշերից ազատվեք բոլորդ մինչև ստեղից գնալ, դու երանելի մարդ կլեք։ Երանի բոլորս մեր փշերից ազատվենք։ Եթե ազատված ենք, այնպես լացենք, այնպես աղոթենք, այնպես փափագենք, Հիսուսի մանես կրենք, խաչ այնպես կրենք, որ աշխարհը խաչված մենք էլ աշխարհին, որպեսզի ոչ մի փուշ չաչի մուքո մեջ, ոչ մի փուշ չախտի մեզ, մեզ հաղթի Աստծո խոսքը, մեզ հաղթի Աստծո կրակը, մեզ հաղթի Աստծո զորությունը, իմ աղաչաղնացես, Հիսուսը ներկա է, որ խնդրում եմ, Հիսուսը ներկա է, որ աղաչում եմ, որ ձեր սրտերից փշեր հանեք, դառնանք պարաթող, շատ հավատացյալներ պարաթող չեն դառել, բայց հավատացյալ են յանի, ես ասում եմ բոլորիդ, ինձանից սկսած, ու մեջ պարաթող չկա, նա դեռ հավատացյալ չի, ու մեջ, գրեք ձեր մոտ, մի վախեցեք գրեք, ու մեջ պարաթող չկա, նա հավատացյալ չի, հավատացյալ չի կարալնի, փշերը խեղդում են, ինչ հավատացյալ տինի, ինչքան հոգիներ ենք հանդիպել, աշխարհային ցանկությունով բռնված, հարստության խաբեությունով բռնված, հոգսերով բռնված, աշխարհը զբաղմունք է իրանց համար, այնքան քույրիկներ կան առավոտ զարթում են, մի հատ աշխարհային հարևանի բռնստում են, երկինքի զորությունները սկսում են, մինչև երկի զորությունները բամբասում են, կոֆենը խմում են, շղ, հա դու դրան ասա Հիսուս աղոթի, աշխարհով զբաղվում էլի, այսօր այնքան մարդիկ կան, աշխարհ իրանց զբաղեցնում է, իրանք խելքի էլ չեն, որ աշխարհը զբաղեցնում է իրանց, սադանան հոչի տպտյանի տանի քեզ ասի, մարդ սպանի, գողություն արա, շնություն արա, որ նոր հասնած մեղ կա, են աշխարհով կզբաղվի, քեզ կսպանի էլի, որ խելար չի, որ սադանան խելար չի քեզի, ասի գնա գողություն արա, են աշխարհով կզբաղվի, հարստության խաբեությունով կզբաղվի, աշխարհի ցանկությունով քեզ խաբի, քեզ խեղդի, դու կմնաս անպտուղ դառնաս անավատ դժոխք կետաս, ինչ կա չհասկանալու։ Մի հատ հարց տամ ձեզ։ Սրանից 10 տարվա երիտասարդների հագու կապներ լավ թե հիմա։ Պատասխանեք ինձ։ 10 տարի առաջ չէ, ուրեմն փշերը շատացել է ձեր մեջ։ Հիմա դու պատկերացրեք։ Մենք աշխատում ենք փշերը հանել ձեր միջից, դու ամբողջ ուժով փշերը լցում եք ձեր մեջ։ Մենք կարանք ձեր վրան։ Աստված չի կարա քո մեջ իր խոսքը աճեցնի, ես կարամ։ Ես մի անգամ գիտեք ինչ եմ ասում։ Հիսուսի առաքյալների մասնախոսքը, առաքյալների շինած եկեղեցին 1000 մեղքեր կար մեջ։ Մենք առաքյալներից 1000 գլուխ ասեմ, միլիոն գլուխ ասեմ, մակարդակով ցանցրենք։ Նրանց շինած եկեղեցին ինչ էր, մեր շինածը ինչ դին։ Եթե 10 տարի առաջ փշերը քիչ էր, հիմի ավտոմատ
անենց գյուլի պես առաջ է հետում այդ փշերը, սարսափելի է հետում։ Ես նայում եմ մեր երիտասարդությունը փշերի կարոտ են, փշերի սիրահար են, փշերը իրանց թակուհին է, փշերը իրանց գլխին են դնում, իրանց օծությունը փշերը, փշերով ապրող երիտասարդությունը մեռնում է, հավատացյալ չի լինում, դժոխք է գնում։ Սխալ եմ ասում, եթե փշերի մեջ ապրում նա ոնց է երկին գնալու, ինձ պատասխանեք, Սուրբ Գիրք են կարդում։ Փշերի մեջ ապրած մարդը երկին կգնա։ Հարց եմ տալիս, մեկ պատասխանեք, այո թե ոչ։ Ոչ։ Բխեք փշերի մեջ ապրում։ Այդ զիբիր փշերը հանեք, այդ աշխարհային ցանկություններ, մարմնի ցանկություններ, այս աշխարհի ցանկություններ, ուրիշ բանի ցանկություններ, աշխարհի զբաղմունքներ, լացով պատերազմեք, ասեք Տեր, իմ ներսից փշերը հանիր, ինձ սուրբ սիրտ ուր, աղաչում եմ քեզ, Աստծո որդի։ Եթե լացես, ողբաս, փշերից կազատի, թե չի ազատի։ Փշերից կազատի, նայեք ինչպես կազատի, նայեք Տերը ինչպիսի զորություն ունի, էդ էլ կարդամ եւ երջացնեմ սրանով։ Եսայի մարգարության մեջ տեսեք ինչ ասում Աստված։ Տեսեք ինչ ասում Աստված։ Եվ այն օրը գինի այգիվրայով երգեցեք, ասենք եկեղեցու մասնախոսքը։ Ես Տերս կպահեմ զանիկա, ամեն վարկյանի մեջ կոռոքեմ նրան, գիշեր ցերեկ անոր պահպանություն կանեմ, որ չլա թե անոր վրա մարդ հարցակի։ Ես բարկություն չունեմ, եթե ցախերն ու փշերը ինձի դեմ պատերազմին, ես անոնց վրա պիտի քալեի, զանոնք մեկեն պիտի այրեի։ Աստված չի թողի իր իսկական եկեղեցու սրտի մեջ մարդիկ փուշ ցանեն։ Ես հավատում եմ։ Իր եկեղեցուն պահելու անա։ Իր եկեղեցու գլուխը ինքն է։ Ես մի հատ բան եմ ուզում պատմեմ սրանից Եսայի մարգարության 27 գլուխ 2-3 խոսքերը։ Եվ ինչ ասում, 5-ն էլ կարդամ։ Երանից ցախերը փուշերին դեմ պատերազմ էին, ես անոնց վրա պիտի քալեի, զանոնք մեկեն պիտի այրեի, եթե ոչ, թող իմ զորությանը սապավինին, թող ինձ հետ խաղություն են, ինձ հետ խաղություն են։ 30 տարուց ավել առաջ եկեղեցուն տեղ ունեցավ բաժանում, այդ ժամանակ Հայաստանում, Երևանում երևի մի 10 խումբ լներ թե չլներ երևի, հիմի տարածքա 13 խումբ ունի։ Եկեղեցին բաժանվել էր 100 քանի անդամներ, 100 հոգուց ավել գնացին, 7 մարդ մնաց այդ խմբում, եկեղեցում 7 մարդ մնաց, եկեղեցին շատ վատ վիճակի մեջ էր, արդեն կարելի ասել եկեղեցի գոյություն չուներ, մարմնավոր ձևով նայում ես գոյություն չուներ, ես էլ լացելով գնում էի ձևապաշտամունք անցկացնելու, ես մտածում էի, ամբողջ կյանքս նվերել էի Տիրոջ եւ եկեղեցուն, ու տեսա, որ եկեղեցի չկա, այսինքն ապագաս լրիվ խորտակվավ։ Մշտայ դաշտերի մեջ Աստված գիտի ինչ ողբ է մարել, ինչ սուք է մարել, նենց էի ողբում, նենց էի աղերսում, ասում էի Տեր, եկեղեցին վերանում է Հայաստանում, լացում ու ողբում էի, Տերը երկնքից խոսաց, մի վախեցիր զավակս, եկեղեցու գլուխը ես եմ, այդ 7 հոգին այսօր 3 տարածքա, 3-րդ մաս Շենգավիթ, Բանգլադեշ։ 3 տարած սարքեց Աստված։ Եվ ես ուրախացա ու փառթվեցի։ 3 տարածք, իսկ հիմի Երևանում 12 տարածք կա։ Եվ տարածքներ կա 10-ից ավելի խմբեր ունեն։ Սա Աստծո շնորհքն է։ Աստված պահում է իր եկեղեցին։ Իր եկեղեցու վրա փորձեն մարդիկ հարձակվել, կայրի նրանց Աստված։ Տերը իր եկեղեցու պահապան է, իր եկեղեցուն տանող առաջ։ Ես հավատում եմ, եկեղեցին պիտի սրբացնի, եկեղեցին պիտի կատարյալ անի, եկեղեցին պիտի հափշտակի։ Տերը եկեղեցու ամեն վարքյան ոռոգել է ուզում։
փառավորվի նրան։ Ես համոզված եմ, ստեղ ժողովուրդ կա նստած, որ ամեն վարքյան ողորմում է Տիրոջից, ամեն վարքյան օրհնում է Տիրոջից։ Կապ չունի լագեր կգա թե լագեր չկա։ Նա իր Աստծո հետ է, նա իր Աստծո հետ է։ Լագերը չի, որ իրան Աստվածապաշտ դարձրե։ Մենք լագեր չենք տեսել, բայց Աստվածապաշտ ենք եղել։ Մենք լագեր չենք մասնակցել, բայց Աստվածապաշտ ենք եղել։ Լագերը չի դարձնում մարդկան Աստվածապաշտ։ Լագե մարդին Աստվածապաշտ է դառնում պարատ հողը։ Ամեն։ Ապրենք պարատ հողի պես։ Դե հենց աղոթենք, որ ապրենք։